Եվ ձեզի համար դեղ պատրաստեմ, դարձյալ վիդիկամ և ձեզ կովս վարնեմ, որպես ելլակոն ուր ես կգտնվի, և դուք գիտեք, թե ուր գերտամ և անոր ճամփանալ գիտեք։ Դողմազը սավիրեմ, դեր չենք գիտեր, թե ուր գերտաս, արդ ինչպես կրնակ ճամփան գիտնալ, Իսուս պատասխանեց անոր, ես եմ ճամփան, ճշմարտությունը և կյանքը, միան ինձ ով կարելի է հորս երթալ, եթե զիս ճանչնայի, հայրս ալ պիտի ճանչնայի, և այժմեն իսկ դուք գիտեք ձայն, և տեսած եք ձայն, Ֆիլիպոսը ցույց տուր մեզի հայրը և կփավե մեզի։ Հարգելի ունգընծիրներ եւ ագընծիրներ, մենք այժմ կգտնվենք Վիկտորիայի հուշարձանի մոտ եւ աղոտ կկատարվի անշուշտ հայրաքելական, հայվետարանական ու հայկաթողիկի համայնքներու ներկայացուցիչները աղոտ կկատարեն եւ այսպես կսկսի ընթացք առնի ուրեմն համաերիտասարդական հսկումը։ Միացեք մեզ։ Ես հավատար, թե ես հորս մեջ եմ, և հայրս իմ մեջս է, այս խոսքերը, որ ձեզի գսեմ, ես ինձ մեջ եմ ասել, հայրը, որ իմ մեջս կփնակի, իմ միջոցավս կգադարե իր գործերը, հավատացեք ինձի, թե ես հորս մեջ եմ, և հայրը իմ մեջս, եթե ոչ խոսքերուս համար, գոնե գադարած խոսք գործերուս համար հավատացեք, լավ գիտեք, թե ով որ ինձի կհավատա, պիտի գադարե ինչ որ ես կնեմ, և անոնց մե ավելինալ պիտի գադարե, որովհետև ես հորս կով երթամ, և ինչ որ իմ անունովս խնդրեմ, պիտի գադարեմ զայն, որբեսի հայրը փառավորվի որդիով, այո, եթե ովևէ բան խնդրեք իմ անունովս, պիտի գադարեմ հայոց ցեղասպանության, հասն հավատով և հասն այրենյաց, որս այսօր է, դուր երկրեք և բողորյա, մերյա, կավյա և բողորյա, աժանավորյա բողորյան հարաբերեն, ըսկեզուն օր և ընսուկ օգույն, այժմ և միշտ և հավիտյանս, հավիտյանս, ամեն։ Իսկ այժմ սիրելիներ տեղի պիտի ունենա ծաղկեպսակներու զետեղում։ Այժմ տեղի պիտի ունենա երիտասարդական հնչյուններու կողմէ ծաղկեպսակներու զետեղում։
Հարգելի ունգընտիրներ եւ ագընտիրներ, հայոց ցեղասպանության 110-ամյակին նվիրված համաերիտասարդական հսկումը ընթաց կարավ Բիգֆայային հուշարձան ճիշտ մոտ սիրելիներ Բիգֆայայի ցեղասպանության նվիրված հուշարձանին այժմ ցագեբսակներ գզադեղեն երիտասարդական դարբեր միություններ Սիրելի նկարանահայ վահանչադեր երիտասարդություն։ Երեք նահատակած հրապարակ, այսօր Բիգֆայայի Սուրբ Աստվածածին վանքի ցեղասպանության հուշագործող։ Երկու տարբեր ցեղասպանություններ ոգեգործող գոտողներ։ Երկու ցեղասպանություններուն այլ վարակլուխը միևնույն պետությունն է։ Օսմանյան գայսրությունը։ 110 տարիներ առաջ Օսմանյան գայսրությունը գլխավորությամբ միություն եւ հարաճիմություն խմբագին գործադրեց այն ծրագիրը, որում որոշումը 1911-ին արդեն իսկ Թեսաղոնիկեի մեջ կայացած էր։ Նպատակը հստակ էր։ Համաթուրանական ծրագիրի իրականացման ուղին կպահանջեր հայ ազգի ցեղասպանությունը։ Այս մտագով կազմվեցավ հատուկ կազմակերպությունը գլխավորությամբ Բահաեդդին Շաքիրի, որ համախմբեց բանդերեն ազատ արձակված ավազակները եւ ոճրագործները, կազմելով 3 պաշաներուն Տալիաթի, Էնվերի եւ Ջեմալի հավատարիմ ցեղասպանական քունթեր։ 23 ապրիլ 1915-ին Օսմանյան պետությունը հավաքեց, ակսորեց եւ սպանեց հայ մտավորականները, որոնք 1908-ի սահմանադրության որոշումով հրճագումով եւ ազատությունների ցեղական խոստումին հավատալով հավաքված էին Բոլիս։ Մյուս կողմը հայ դղամարդիկը զինվորագրվեցան, ուղարկվեցան բանակ եւ ճակատներու վրա առանց նույնիսկ գրիվներու մասնակցելու անարգ կերպով սպանվեցան։ Այս փուլերուն հաջորդեց ծերերու, գիներու եւ մանուկներու դեղահանումը, որուն պատճառով մեր բաբենական հողերեն բնաշնչվեցան հայ անունն ու հայկական շունչը։ Այո, հողային իմաստով Թուրքին երազը իրականացավ 1915-ին եւ ներկայիս հայկական ճակատին վրա իր նպատակը իրականացնել իր եղբոր Ազերիի միջոցով։ Ազերին այսօր ընկերային ցանցերու վրա կարոշական հսկա աշխատանքներ դանելով եւ երկրին պաշտոնական էջերուն վրա համաշխարհային ադյաններուն ընթരാճ տեղադրելով այսպես կոչված պատմական գեզ դվյալներով նշանակե Օսմանցի Թուրքին սկսած աշխատանքը համաթուրանական ծրագրի իրականացման համար։ Նավթային մուտքերով սնանած ազերիական իշխանությունը միջազգային ընտանիքեն որոշ հատվածներ քնելով ու վաճառելով նշանակե իր հրեշային գործը։ Այսօր Տալիաթին փոխարինած է Էրդողանը, Բեհբուդ խան Ջիվանշիրին Ալիևը, իսկ Օսմանյան գայսրության Թուրքիան եւ Ադրբեջանը։ Մինչև այսօր վերջ է գտած անոնց պատճառած մղձավանջը, քանի որ դակավին չէ իրականացած անոնց գլխավոր նպատակը աշխարհի վրա միայն մեկ հայ ցկել, այն թանկարանի մեջ։ Փաստը մենք ենք, որ 110 տարիներ ետ
Դագավին դարեգան դրությամբ աշխարհի դարբեր երկիրներում մեջ հայրենիներ կհավաքվին եւ գոկեգոչեն հայոց ցեղասպանության հիշատակը։ Արցախի հայատապումը ինքնին փաստ է, որ ցեղասպանությունը կշարունակվի։ Այս իմաստով ապրիլը այլևս բավարար չէ։ Իրավիճակը կսպասե հեղաշրջման։ Երիտասարդությունը իր ղարքին կփորձե ըլլալ այդ հեղաշրջումը։ Հայոց ցեղասպանության ճանաչման օրագարկը պետք է մնա։ Այնքան ադեն, որ Թուրքիան չեջանցած իր ոճիրը 20-րդ դարու առաջին ցեղասպանությունը։ Ոգեգոճումի այս հավաքներով հայ երիտասարդները, որոնք սերած են հայոց ցեղասպանության վերաբրողներ են, վար կպահեն 1.5 միլիոն նահատակներու հիշատակը։ Անոնքները կպահանջեն ցեղասպանության ճանաչում եւ արդար հատուցում։ Իբրև սպիրկահայ երիտասարդներ ունին շատ կարևոր բարդականությունը։ Անիգա է միասնական ըլլալը։ Եթե չկա միասնականություն, չկա հայտար, չկա իրավունքներու պաշտպանություն եւ չկա ազգի արժանապատվություն։ Առանց հայության միասնական ուժին Թուրքը շատ դյուրությամբ իր նորորյա զենքերով, անոնք ըլլան երկաթ կամ թուղթ ընկերային ցանցեր, կհասնի երիտասարդ թուրքերու կողմէ մշակված նպատակի իրագործման։ Կոչնչանան Հայաստան երկիրը եւ ապա հայ անունը։ Իսկ սպիտակ ցեղասպանությունն ալ մնացած հայությունը գցուլ է եւ անունը եւ հայ անունը գնա լոկ ֆարմը։ Մենք կմերժենք այս ճակատագիրը։ Վստահ ենք, որ հայ ժողովուրդը պիտի չհամագերբի այս վիճակին հետ եւ պայքարը պիտի շարունակվի։ Շնորհակալություն։ Բացման խոսքը սիրելիներ արդասանեց Գալի Աղաքյանը։ Ժամն է հատուցման եւ արյան գանչող Արմեն Ավետիսյան։ Գանցեն դարիներ, դարեր շարունակ։ Բայց չմոռացվի անցյալը տաժան, որ մենք գրեցինք ուսներիս վրա ու մեր սրտի մեջ ցավով, բայց հբարդ։ Միշտ կհուրհրա հատուցման միտքը ուղեղների մեջ ցեղաշունչ հայգյան, որքան էլ փորձեն խեղել ու խեղտել, չի մոռացվելու վրեժը արյան։ Գանցեն դարիներ, դարեր շարունակ։ Շուտով քարուն կա, շուտով էլ ցույն չի կա, ու կբացվեն բարբասները լեռների վրա մեր սահմանների, ու քաչերը, որ այնտեղ կանգնած, հարեցնում էին ցույն իրենց դակ շնչով, ու կշարժվեն առաջ նահատակների, վար հիշատակի ու արյան գանչով։ Նոր սերունդն էլ հին արյան գանչով, միգուցե հայգի մեկ ու աղեղով, նոր երկրակնդի նոր մարդկության թեմ իր պատասխանն է տալու ահավոր։ Որդին պիտի կանխի չար արարքը հոր, ինչպես հայրը արարքը որդու։ Քանզի վրեժը միշտ է անսահման եւ ելնելու է մի օրը հարգու։ Եվ տեղ կխոսվի այս մասին երկար, ինչպես հատուցման վեր ժամից առաջ բիդմերն չա տշնամին անձոր, հայի վեհ սերդի արինչյան և ուժի բայթյունից։ Գանցեն դարիներ, դարեր շարնակ, շուտով կարուն կա, շուտով էլ ցույն չի կա, ձիլ գտացեղի դակ շունչը հայոց թաց հողում, որից կմղվեն նորերը առաջ, տեպի հատուցում, հատուցման ժամը կալու է, հիշեք։
Եթե նոր գմիանաք մեզի, սիրելիներ, կհետևիք վանացայնի Facebook-ի էջով, կամ մեր եթերեն, մենք Բիգվայայի հուշարձանի մոտ կգտնվենք, ուր տեղի կունենա համայերիտասարդական հսկումը հայոց ցեղասպանության 110-ամյակին արիթով։ Այժմ երաժշտական ունգընտրություն։ Հիսուսի սիրուց ես չեմ բաժանվի, թեև հալածանք հուսումս մարմի, նեղություն դարանանք սիրագագահել, որ սուրբ հավատքս կենքանի բահել, հավատքս չեմ Եվ ոչ ոչ զրություններ, ոչ ներդախաներ, ոչ հալուպաներ, և ոչ հարցություն, ոչ խորություններ, ինձ
Աշանի խոսի ու ծեղե Ովոտ կս չեմ մարանում Դիրոչս չեմ մարանում Խաչուսից նգնում Մինչ Հիսուսի միանամ Ովոտ կս չեմ մարանում Դիրոչս չեմ մարանում Խաչուսից նգնում Մինչ Հիսուսի միանամ Մինչև իմ արյան վերջին գատիներ Քեզ հավադարի գաթահանանդեր Մինչ կյանքս մահի շունչս վերջանա Սիրելի Հիսուս քեզ չեմ մոռանա Ովոտ քեզ չեմ մոռանում Դիրոչս չեմ մոռանամ Խաչուսից նգնում Մինչ Հիսուսի միանամ Ովոտ քեզ չեմ մոռանում Դիրոչս չեմ մոռանամ Խաչուսից նգնում Մինչ Հիսուսի միանամ Գներեք սիրելիներ, էլեկտրականությունը ընդհատվեցավ, կշարունակենք։
Հարկելի ներկաներ, մեր այսօրվան հայտակիրը պիտի փակենք Սարդարավադի քայլերքով, որ մեր հետ պիտի խնդրեմ, որ բոլորս ներկայանան այստեղ, որպեսզի խմբային նկարվան ստանան։ Շնորհակալ։
Հարկելի ունգընցիրներ եւ ագընցիրներ Սարտարաբադի հաղթերքով վերջ կգտնե այսօրվան համաերիտասարդական հսկումը, որ տեղի ունեցավ Բիգֆայայի հուշարձանին մոտ։ Արդեն կհավաքվին խմբանագար առնելու համար եւ մեր հաղորդում այսպիսով կհասնի իր ավարտին։ Շնորհակալություն ցանյա ղորթավարներուն Հակոբին ստուդիոյեն եւ ցանյա ղորթավար Անտոնին, որ հետսեր։ Մնացեք վանացայինի ունգընցիր, բարի գիշեր ձեր բոլորին, պայքարը կշարունակվի, ցեզի եդեր հուրին, ցտեսություն։